Սիրելի ընկերներ, բոլորդ ինձ լսողները առնվազն, բայց կարծում եմ, որ նաև երկրի բնակչության մեծ մասը անկախ դրսևորած վերաբերմունքից, բայց տեղյակ են հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս դե ֆակտո թուրքական իշխանությունների սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից ինքը իր բոլոր առումներով երևում է, որ նախորդ պլանավորված ռազմավարական մակարդակում, օպերատիվ, մարտավարական, պլան A-ով, պլան B-ով, պլան մաքսիմումով, պլան մինիմումով մշակած օպերացիա է ու բավականին մտահոգիչ։ Այսօր մի տեղ էլ ասացի, որ ընդհանուր միջև սրանք կարան հասցնել, այսպես ասած, հակաթոռ կաթողիկոսության ստեղծման։ Մեր եկեղեցու պատմության մեջ եղել են նման ցավալի էջեր։ Իդեպ էլի օտար տիրապետողների, օտար բռնակալների կամայականության պատճառով, երբ որ իրական կաթողիկոսության զուգահեռ ձևավորվել է մտել հակաթոռ կաթողիկոսություն, դե ասել են մենք ենք եպիսկոպոսները, եպիսկոպոսած դասը մենք ենք, ես էլ կաթողիկոսն է, հաջող։ Ինձ թվում է սա սրանց սահմանած նույնիսկ պլան մաքսիմումն է, եթե թույլ տանք, եթե կարողանան, կամ այդ երկուսը միասին, իսկ պլան մինիմումը ինչքան կարան եկեղեցու վարկանիշը, որ բավականին բարձրն է եւ եղած հասարակական, քաղաքական, ազգային կառույցներից թերևս ամենաբարձրը, իջացնել, հուսալքություն, հիասթափություն գցել հավատացյալների մեջ, պառակտել, դու գարեգինական ես, հակագարեգինական ես, այ նման թեմաներ շահարկել, այս տնգլ-զնգլի ձենը որտեղից է, գալի տակը չընկնեմ։ Դրա համար ինչ եմ առաջարկում, ինչպես եւ շատ մեր այլ հայրենակիցներ երևի արդեն նկատել եք հայտարարությունը, վեհապար հայրապետական այցով արտերկրում էր, կարծեմ արաբական միացյալ ամիրայություններում եւ այսօր պիտի վերադառնա, շատ պարզ քայլ է ցույց տալ ժողովրդական զորակցություն, իհարկե միշտ կարելի է հարց տալ, ասել բայց դա օգուտ տալիս է, չի տալիս, ես կարծում եմ եւ նաեւ կփորձեմ հիմնավորել, որ հա այս ընկա, հա, տնգլ-զնգլի տակապ, սոսլավ արագ անցնեմ, շուխորա։ Տեսեք, դոզավորված է ինֆորմացիան ամեն օր դրանց կողմից տրվում ու ակնհայտ է, որ էլ եմ ասում, իրանք դասական ռազմական գործողության պլանավորման գործիքակազմով են աշխատում, դե որտեվ իրականում թուրքերի համար Հայաստանը գրավելը ռազմական օպերացիա է։ Հարձակվում են, մի քիչ առաջանում են, հերթական ինչ-որ տաբուն են կոտրում, այսպես ասած մեր հերթական պաշտպանական բնագիծը, հետո կանգնում սպասում են մեր արձագանքին, մեր պատասխանին։ Ամեն հաջորդ փուլում, եթե այդ պատասխանը ավելի թույլ է կամ չկա, բնականաբար ավելի հեշտ են առաջանալու։ Իսկ ժողովրդական զորակցությունը, ժողովրդական տրամադրությունները, հավատացեք, ամենաբռնապետական ամենախուժան երկրում էլ դեր ունեն։ Ես ուսանողներիս այդ օրինակն եմ սիրում բերել Հիտլերի գաղտնի ոստիկանությունը, մեր լեքսիկոնով ասած KGB-ն, բայց գաղտնի իրոք, որը զբաղվում էր օրես, իսկ հայտարարությունը ոչ միտը չի լինում, խոսա հայ այս տղեն, հայ չի, պակից մի ուրիշ երգա գնամ, ինքն է ուրիշ բան է երգում, բեկ վոկալ, լավ չենք շեղվում։ Նույնիսկ հիտլերական Գերմանիայում կար գաղտնի ոստիկանություն, որը ուսումնասիրում է ժողովրդական տրամադրությունները ու որոշակի հաստատված պարբերականությամբ Հիտլերին զեկուցում եւ դրանք ազդում էին որոշումների վրա, թե խաղի կանոն ժողովուրդը ամեն դեպքում։ Էլ եմ ասում, ինչքան ուզում է բռնապետական լինի, պարզ է, եթե բռնապետական երկիր չի, ազատ երկիր է, ժողովրդավարությունը մենակ անուն չի, այլ կա, պարզ է, ավելի մեծ կլինի մեր կշիռը։
քաղաքացիական, հասարակության ժողովրդական զանգվածների, բայց հիմա այս վիճակն է, բայց անգամ այս վիճակում մենք մեր դերը կարող ենք ունենալ։ Սա կարևոր է։ Փորձենք շատ լինել, քանակ լինել, երբեմն քանակն էլ բավականին մեծ դեր ունի, հատկապես պատերազմի պայմաններում, իսկ սրանք քանի տարի է մեզ պատերազմ են հայտարարել։ Իրականում էլ կարևոր է, որովհետև արդեն շատ են լկտիացել, հիմա Կարակասիխի երբ չէին լկտի, բայց լկտիությունը չափը սահման իրականում չունի, իրան գնալով խորացնում են էլի դա։ Հիմա սա էլ խորհրդանշական պահ է, ընդհանրապես այդ քաղաքական բանով զբաղվողները գիտեն, տեխնոլոգիայով չեն, մյուսի անունն ինչ էր։ Քաղաքական խորհրդապաշտությամբ նույնիսկ սիմվոլիկայով զբաղվողները, հետազոտողները գիտեն, որ այրոպորտներում, պոեզի կայարաններում ժողովրդական սիրելիներին դիմավորել ենք բավականին խորհրդանշական տեսարան է, Լենինին էին տենց դիմավորում, Խոմեյնին, որ Փարիզից եկավ, այսինքն ինքը որոշակի մի բան ասենք Էջմիածին ուղղակի գնանք մայրտաճարի դեմը կանգնենք, դա էլ է բան, զորակցություն հայտնենք մեր իսկ եկեղեցուն, մի բանա հենց այդպես ժամանելուց, դա հավելյալ լիցք է տալի դրան, այնը քշերվա միլիոնին, որ ոնց ենթադրվում է մարդիկ տանը պիտի լինեն, բայց եկեք տեղներս մի քիչ բան անենք, նեղացնենք, գնանք, չեմ կարծում, որ տրանսպորտի խնդիր լինի, եթե գրեք, այսինքն դե գնում ենք տեղել գա, առանձնապես եսի մինչ մեծ օգնություն դա չի, եթե ինչ-որ մեկը կարիքն ունի ներքինով գրեք, ու եկեղեցին իրականում ժողովուրդ այդ աղանդավորական ձևակերպումները առանձին ինչ-որ Աստծո անունը ջլատելը, առանձին Քրիստոս շեշտադրելը, ծպտվելը իբր առաքելական եկեղեցու տակ, ըստ այմ հասկանում եք, որ դասական աղանդավորական գործելաոճ է, աղանդավորները վերջ տարիներին ինչ են անում, ինչքան տոն ունեն եկեղեցական նշում են, փորձելով իրանցով անել, դա շատ բան լավ տակտիկա, ծաղկազար, մաղկազար, սաղ, զատիկ, իրար ծաղկազարդն են շնորհավորում, զատիկ են շնորհավորում, բայց ասենք այն, որ այդ տարի այդ օրն է ծաղկազարդը, դա մեր առաքելական եկեղեցու որոշած օրացույցով է, մեկը հարցնող լինի այդ ոնց իմացեք, որ այդ օրն է ծաղկազարդը։ Հիմա սա էլ է դերի մեջ մտել է, որտեղ հասկանում է, որ եկեղեցու վարկանիշը իրականում բարձր է, ստիպված դիրքավորվել է, որ յանի ինքն էլ է եկեղեցու հետևորդ։ Այդ վարկանիշը օդից չի բարձր, որտեղ եզակի մնացած ազգային ինստիտուտներից է, որ ամենահինը, որ հայկական հարցի, հայ դատի, Արցախի դատի, մասնավորի հարցով զբաղվում այդ կառույցը։ Պարզավոր աշկների գրողն է, աշկների փուշն է, հետեւաբար այստեղ մենակ եկեղեցուն պաշտպանելու հարցը չի, թեպետ եկեղեցին ինքը իրանով առանձին վերցրած, այդ արդեն արժեքների արժեք է։ Հետո առանձին ժամերով կարելի է խոսալ, շատ-շատերը գիտեք, ոմանք միգուցե լավ գիտեն, բայց լավն ու վատի հարցը չի, գիտենք։ Կարելի է խոսալ, բայց առանձին թեմա է։ Դրա համար Ժորժ ջան, եւս մեկ անգամ այսօր 12-ին այդ VIP սրահը եղած էլ չկամ, բայց այնտեղ ցուցանակ կա, այդ ջամփին որ գնացել եմ, միշտ տեսել եմ, դե աչի վրա է, ձախի վրա է, ամեն դեպքում նավիգատորի վրա որ խփեկել, GG բանի, ոյ կներեք, երեխա բերում է առանձին էլի, կարծեմ դաժե հենց VIP սրահը, բայց տեղում ցուցանակով էլ կարելի է կողմնորոշվել արդեն այն որ ջամփեքը բաժանվում են ժամանում, բաժանում, իշնում, հելնում, այդտե միտը կարծեմ դեղինով նշած է VIP-ին։ Լավ, ով իրոք բան ունի, կարիք ունի, կարիք կամ ուղղակի ճամփի զրուցընկեր, գրեք, կարող ենք միասին գնալ, փորձենք այսօր ինքներս մեզ սատար լինել, որտեղ եկեղեցին մենք ենք, տենց է էլի քրիստոնեական վարդապետությամբ, ըստ այդմ նաև մեր եկեղեցու վարդապետությամբ մեր վրա են հարձակվել ու շատ վատ ձևով են հարձակվել, շատ համակարգված ձևով, այս այն 2018-ի բանը չի էլի, դրանով էլ արխային չընկնենք, այդ 18-ին էլ չէ, ինչ էր են գյուղի Վայոց ձորի գյուղի անունը մոռացա է, գյով էր վայթե, որ կայս տականքները դա վեհապար հայրապետին ոտնձգեցին, քաշքշեցին, բանայեցին, այս էդ չի, դա ինչ-որ հախուրն դրսևորումներ էր,
նոր էին եկել իշխանության, շունը տիրոջ չէր ճանաչում, ուղղակի իրանցական շներին լիակատար ոնց հրազդանություն էին տվել։ Մեկը մտնում էր ԵՊ-ի գիտխորհրդի դալիճներ գրավում, մեկը կաթողիկոսի ճամփեն էր փակում։ Այդ անցանք ոնց որ բրծանք, բայց այնպես չի դրանց եկեղեցուն հանգիստ են թողել, նորանոր հարվածներ չի եղել այդ թվում օրենսդրական կարգավորների դաշտում եւ այս մեկը շատ լուրջ է ու կազմակերպված է, զգացվում է ուղղակի տեքստերը նույնիսկ, այսինքն նախորդ պատրաստվածել են, էլի, այս կարդալով հասկանում եմ, չմտածեք տենց գիժաբան ավերակենոն վրթոված գրում է, գրողը գրել է արդեն իր փոխարեն, ուղղակի copy paste է անում։ Եղավ Ժողովուրդ ջան, դե քշերը 12-ին, պասատկեն 1-ին է, ոնց որ 11-ից 12-ից ընդեղ ելնենք։